Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մայրենիից։ Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում թեմայից, մենք այսօր անցնելու ենք տառնել գլխարկ ունենա թեման։ Այս դասին դու կսովորես բառերը բաժանել խմբերի ըստ տարբեր հատկանիշների։ Կճանաչես հեքիաթի հերոսին և նրա գործերը։ Կիմանաս, թե ով է անտեսանելի գլխարկ նվիրել հեքիաթի հերոսին, կհասկանաս, թե ինչ գործերով կարող ես օգտակար լինել շրջապատիդ։ Մեր դասի հեղինակն է «Տառնել գլխարկ ունենա» դասի հեղինակն է Վաչական Ադիբեկի Սարգսյանը։ Սիրելի աշակերտներ, Վաչական Ադիբեկի Սարգսյանը գրել է մի փոքրիկ բանաստեղծություն ըի մասին։ Կարդանք այդ բանաստեղծությունը։ Ինը ընձուղտ գնում են, ընձուղտների առջևում նա շատ հանգիստ մնում է, իննի պոչին քնում է։ Վերլուծենք այս բանաստեղծությունը։ Ինը բառի վերջում լսվում է ը և գրվում է ը։ Ընձուղտ բառի բառասկզբում և լսվում և գրվում է ըն։ Ինը ընձուղտ գնում են։ Ընձուղտների առջևում, ինչ է նշանակում ընձուղտների առջևում, այսինքն ընձուղտ բառի առաջին հնչյունը տառը ըն է։ Նա շատ հանգիստ մնում է։ Իննի պոչին քնում է, տեսեք ինը բառը վերջանում է ըյով, իննի պոչին քնում է։ Բայց մենք առաջին դասարանից այբինարանից սովորել ենք, որ ըն հետաքրքիր տառ է, ինքը շատ հետաքրքիր հնչյուն է և նրա տառն էլ է շատ հետաքրքիր, որովհետև այս ըն ունի չարաճճի բնավորություն, մեկ հայտնվում է, մեկ անհայտանում։ Հիմա տեսնենք, ինչի մասին է խոսքը։ Կարդանք և վերլուծենք դասը։ Մեսրոպ Մաշտոցը շրջում էր Հայաստանում։ Հիշում ենք, որ հայերենի տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Շրջում էր, այսինքն ման էր գալիս, տնետուն էր անցնում, ամբողջ Հայաստանով մեկ շրջում էր, պտտվում էր։ Նա զրուցում էր մարդկանց հետ, լսում էր նրանց խոսքերը, մտապահում հնչյունները, տառեր էր հորինում այդ հնչյունների համար։ Հիշում եք, չէ՞, Մեսրոպ Մաշտոցը երկար տարիներ փնտրեց, մինչև յուրաքանչյուր հնչյունին համապատասխան տառը կարողացավ ստեղծել, և շատ յուրօրինակ էր մեր այբուբենը, քանի որ այն շատ ճշգրտորեն էր արտահայտում հնչյունի տեսքը, ձևը և հնչյունի նշանակությունը տառի միջոցով։ Ուրեմն տառեր էր հորինում այդ հնչյունների համար։ Մի հնչյուն կար, որ Մեսրոպ Մաշտոցից մեկ թաքնվում էր բառի մեջ, մեկ երևում։ Թփերի հետևից ծիկրակում էր պահմտոցի խաղում։ Ծիկրակել նշանակում է թաքուն նայել։ Փոքր երեխաներն են սիրում, չէ՞, ծիկրակել, խաղ են խաղում, փակում են իրենց դեմքը, հետո բացում են ու ծիկրակում են, կամ թաքստոցի հետևից դուրս են գալիս, նայում, նորից հետ են փախչում, դա նշանակում է ծիկրակել։ Պահմտոցի խաղալիս բոլորդ էլ սովորել եք, որ ծիկրակում եք, որպեսզի տեսնեք ձեզ հո չեն նկատել։ Ուրեմն այդ տառը սկսել էր պահմտոցի խաղալ Մեսրոպ Մաշտոցի հետ։ Տեսնենք, այդ ինչպես է տեղի ունենում։ Աշխարհի շատ այբուբեններ գիտեր Մեսրոպ Մաշտոցը։ Այբուբեններից ոչ մեկում այդ ը հնչյունի համար ոչ ոք տառ չէր ստեղծել, ուրեմն աշխարհի ոչ մի այբուբենի մեջ ը հնչյունի համար տառ չկա, երեխաներ։ Մի օր Մաշտոցը նստած ծառի հովին զրուցում էր իր ստեղծած տառերի հետ։ Ուրեմն տառերին հավաքել էր և ծառի հովին նստելով, ստվերին նստելով զրույց էր անում։ Հանկարծ թփերի միջից լսվեց Մաշտոցը մտերմաբար ասաց. «Ուզում ես միանալ մեզ և բառերի մեջ էլ պահմտոցի խաղալ»։ Տեսեք, հրավիրում է։ Ըն թաքնվել էր, մեկ հայտնվում էր, մեկ երևում, միգուցե վախենում էր, չէր մոտենում, բայց Մաշտոցը ծիծաղելով հրավիրեց և առաջարկեց պահմտոցի խաղալ բառերի մեջ։ Այստեղ սկսենք վերլուծել մեր կաշտացածը։ Ինչպես էր Մեսրոպ Մաշտոցը հնչյունների համար տառեր հորինում։ Մեսրոպ Մաշտոցը շրջում էր Հայաստանում, զրուցում էր մարդկանց հետ, լսում էր նրանց խոսքերը, մտապահում էր հնչյունները և այդ հնչյուններին համապատասխան ստեղծում էր տառեր։
Որ հնչյունի համար ոչ մի այբուբենում տառ չէին ստեղծել։ Ձայնավոր ը հնչյունի համար ոչ մի այբուբենում դերևս տառ չէին ստեղծել։ Ինչ լսեց Մեսրոպ Մաշտոցը, երբ զրուցում էր իր ստեղծած տառերի հետ։ Մեսրոպ Մաշտոցը լսեց, որ մեկը կանչում է եւ հնչյունի անունը լսելուն պես նա առաջարկեց հնչյունին միանալ մյուս հնչյուններին, մյուս տառերին եւ պահմտոցի խաղալ բառի մեջ։ Մենք այստեղ սովորեցինք նաեւ ծիկրակել բառը, որը նշանակում է թաքուն նայել։ Այժմ անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Այժմ անցնենք դասի շարունակությանը, որը գտնվում է հաջորդ էջին։ Միաժամանակ նաև նայում ենք նկարին եւ տեսնում, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը զրուցում իր ստեղծած տառերի հետ։ Կարող եք գտնել ձեր ծանոթ տառերը, եթե ինչ-որ մեկի անվան կամ ազգանվան տառը տեսնում եք, կարող եք ողջ ունել եւ ուրախանալ Մեսրոպ Մաշտոցի հետ նրանց զրույցի առիթով։ Շարունակում ենք դասը։ Ըն զարմացավ, որ Մաշտոցն ուզում է իր համար էլ տառ ստեղծել եւ համեստորեն գլխով արեց։ Բոլոր տառերը ծափ տվեցին ուրախությունից, ուրեմն նրանք նույնպես ուզում էին ընկերանալ այի հետ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում, քանի որ ըն անընդհատ թաքնվում էր։ Այդ դեպքում քեզ մի կախարդական գլխարկ եմ տալիս։ Բարի մեջ հենց դնես գլխիդ, անտեսանելի կդառնաս։ Քեզ կլսեն, բայց չեն տեսնի։ Իսկ բարի սկզբում կամ վերջում անպայման առանց գլխարկի կլինես, որ բոլորը քեզ եւ տեսնեն, եւ լսեն։ Այն փորձեց գլխարկը։ Շատ հարմար էր։ Նրան գլխարկը շատ դուր եկավ։ Այն խոստացավ միշտ կատարել մեծ ուսուցչի պատգամը եւ մինչեւ օրս էլ կատարում է։ Ես սիրում եմ տառերի իմ ընտանիքը, ասում է այն։ Ինձ լավ տեսնում ու լսում եք այնտեղ։ Ուշադրություն դարձրեք բոլոր տեղերում ըն գրված է գունավորով, կարմիրով է գրված, որպեսզի արտացոլի այի կարևորությունը եւ այի առանձնահատկությունը։ Ուրեմն, ինչ նվիրեց Մեսրոպ Մաշտոցը տառին։ Մեսրոպ Մաշտոցը տառին մի գլխարկ նվիրեց։ Ինչպիսին էր այդ գլխարկը, երեխաներ, եկեք հասկանանք։ Եթե ըն դնում էր այդ գլխարկը, նա դառնում էր անտեսանելի։ Նրան լսում էին, բայց չէին տեսնում, ու դրա համար գլխարկը անտեսանելի էր։ Երբ ըն դնում էր գլխարկը, նա չէր երևում, անտեսանելի էր դառնում, իսկ երբ հանում էր գլխարկը, անմիջապես հայտնվում էր։ Ինչ պատգամ տվեց մեծ ուսուցիչը տառին։ Տեսեք երեխաներ, մեծ ուսուցիչը գրված է մեծատառով, որովհետև դարձել է հատուկ անուն։ Մեծ ուսուցիչ երբ լսեք, իմացեք, որ խոսքը Մեսրոպ Մաշտոցի մասին է։ Մեսրոպ Մաշտոցը այն պատգամեց, որ բառասկզբում եւ բառավերջում անպայման գլխարկը հանի, իսկ բառի մեջ կարող է գլխարկը դնել եւ նրանք կլսեն բառի մեջ, բայց չեն տեսնի, իսկ բառասկզբում եւ բառավերջում կտեսնեն։ Ինչ խոստացավ տառը։ Այն փորձեց գլխարկը, շատ հարմար էր, նրան շատ դուր եկավ գլխարկը եւ խոստացավ միշտ կատարել մեծ ուսուցչի պատգամը, պատգամ հորդոր, խրատ։ Մի բան, որը պատգամել էր Մեսրոպ Մաշտոցը այն, որպեսզի նա կատարեր, եւ ըն խոստացավ կատարել դա, եւ մինչեւ օրս էլ կատարում է։ Եվ այն շատ է դուր եկել իր գլխարկը։ Ես սիրում եմ տառերի իմ ընտանիքը։ Տեսեք, ընտանիք բառի եւ բառասկզբում եւ բառավերջում կա ը, նշանակում է այստեղ ըն գլխարկը հանել է։ Ասում է ըն։ Ինձ լավ տեսնում ու լսում եք այնտեղ։ Ինչ ընտանիքի մասին էր խոսքը, տառերի ընտանիքի մասին էր։ Ընտանիքում ինչ դեր է կատարում ըն։ Նախ ասենք, որ ըն ձայնավոր հնչյունի նշանն է եւ ըն տարբերվում է մյուսներից նրանով, որ նա ունի անտեսանելի գլխարկ։ Երբ դնում է գլխարկը, նա չի երևում, բառամիջում ըն չի երևում, նրան լսում ենք, բայց չենք գրում, իսկ բառասկզբում եւ բառավերջում գլխարկը հանում է։ Իհարկե երեխաներ կան նաեւ բառեր, որոնց մեջ
Այն առանց գլխարկի է հանդես գալիս եւ մենք նրանց տեսնում ենք։ Հետագայում դուք կսովորեք այդ բառերը։ Դրանք բարդված կամ ածանցված ը-ով սկսվող բառերն են, որտեղ այն պահպանում է իր գրությունը։ Այժմ հաջորդ հարցերի միջոցով փորձենք վերլուծել ամբողջական դասը։ Ինչով էր նման եւ ինչով էր տարբերվում ը տառը մյուս տառերից։ Նման էր, որովհետև հայերենի այբուբենի տառերից մեկը դարձավ, նման էր, որովհետև ուներ իրեն հարմար հնչյուն, բայց տարբերվում էր նրանով, որ նա սիրում էր պահմտոցի խաղալ, երբեմն հայտնվում էր, երբեմն անհայտանում։ Ինչ եք կարծում, ը տառն ուրախ էր։ Եվ ինչու էր ուրախ, որովհետև ը տառը փոքրիկ երեխայի պես սիրում էր խաղալ, ցիկրակել, վազվզել, թռչկոտել, ձայներ հանել։ Նաև ուրախ էր, որովհետև ունեցավ իր ընտանիքը, տառերի ընտանիքը եւ ինքը իրեն շատ երջանիկ էր զգում, քանի որ իրեն եւ լսում էին եւ տեսնում։ Կա տեքստում մի բան, որ քեզ զարմացրեց, այստեղ պիտի երեխաներին հարցնեք, թե ինչը կարող էր նրանց զարմացնել։ Հնարավոր է այդ գլխարկը զարմացրեց նրանց, որ անտեսանելի գլխարկ ունեցավ տառը։ Քո անվան առաջի տառով սկսվող ինչ հարց կտայր Մեսրոպ Մաշտոցին։ Այստեղ երեխաներին հնարավորինս հարգելի ծնողներ խոսեցրեք, թույլ տվեք, որ իրենք ինչ-որ հարցեր տան, թեկուզ կծկդուր սկզբնական շրջանում, հետո քաջալերեք նրանց, որ կարողանան իրենց խոսքը գեղեցիկ արտահայտել։ Եվ ինչ կպատահեր, եթե Մեսրոպ Մաշտոցը այն անտեսանելի գլխարկ չտար։ Երեխաներին խոսեցրեք, լսեք նրանց կարծիքը, հավանաբար նրանք կասեին, որ այն որտեղ լսվեր, այնտեղ էլ կերևար, ինչպես մնացած բոլոր տառերը։ Եվ պետք է պատմությունը պատմեն ը-ի անունից, այսինքն երեխան ընդունում է, որ ինքը ը տառն է եւ սկսում է պատմել, որ Մեսրոպ Մաշտոցը նստած է ծառի տակ տառերի հետ միասին զրուցում էր, ես սկսեցի չարաճճիություն անել, այսինքն երեխան դառնում է ըն եւ առաջին թեմքով պատմում է պատմությունը։ Սովորում են նաև աչքի առաջ պատուհանիկի 3 պարտադիր բառացանքի բառերը, մինչև բառավերջում եւ բառամիջում ևը լսելիս գրեթե միշտ գրում ենք եւ։ Բացառություններ կան, դրանք հետո կսովորենք։ Վերջ հրայից հետո լսվող չն գրվում է չ, փորձել հրայից հետո լսվող ց գրվում է ց։ Այս 3 բառը նույնպես երեխաները գրում են բառատետրում եւ մեր աշխատանքային տետրում նույնպես առաջադրանք ունենք դրանց հետ կապված։ Իսկ հիմա, սիրելի երեխաներ, կատարում ենք H40-ի առաջադրանքները։ Կարդացեք ը-ի երկը եւ դիտեք տեսահոլովակը, երկից գտեք եւ գրեք բառեր, որտեղ ըն անտեսանելի գլխարկ է դրել։ Տեսահոլովակը դիտելու համար QR կոդը սկանավորում եք եւ դիտում եք տեսահոլովակը։ Եթե անգամ չի ստացվում, ոչինչ, խնդիր չէ, ը-ի երկը գրված է մեր գրքում։ Կարդում ենք. Ինձ լսում են, բայց չեն գրում, իբր ունեմ բարակ ցայն, սակայն առանց ինձ չի հնչում ոչ մի ընդհատ բաղաձայն։ Երբ ինձնով է բառն սկսվում, ես գրվում եմ, ընտիր, ընծա, բարդ բառերում լավ եմ լսվում ու գրվում եմ անընդհատ, տեսեք բառի մեջ ընկրվել է, առանց գլխարկի է, բառասկզբում նույնպես։ Տետրում նույնպես աշխատանք ունենք ը-ի երկի հետ կապված, երբ դասագրքի առաջադրանքները վերջացնենք, կանդրադառնանք տետրի աշխատանքին։ Առաջադրանք 2-ը, ինչպես տղան անցավ փողոցը։ Նախադասություն է սա, եւ այս նախադասությունը գնում էր դպրոց։ Ոստիկանն օգնեց, որ նա անցնի փողոցը։ Տեսեք, ոստիկանը օգնել է, որ նախադասությունը անցնի փողոցը։ Շարունակիր պատմությունը նկարի շուրջ, ինչ հարց կտայր ոստիկանին։ Տեսնենք, ինչպես անցավ փողոցը, տղան անցավ փողոցը նախադասություն։ Ինչպես անցավ։ Երեխաներն ասում են. ինչպես բառի երկու վանկերը ձերք-ձերքի տված սկզբում անցան, հետո տղան բառը, տեսեք, բաժանվեց վանկերի, տղան եւ նորից անցավ փողոցը, անցավ փողոցը։ Այստեղ մենք գտնում ենք ը-ի դիրքը, տեսեք, տղան վանկատվելիս կամ տողադարձելիս Այն հանում է իր անտեսանելի գլխարկը եւ հայտնվում է, տեսեք, ոստիկանի մի ձեռքից բռնել է Տ վանկը, մյուս ձեռքից Ղ վանկը եւ նա օգնում է, որպեսզի փողոցն անցնեն։
Փողոցը բառի մեջ վերջում լսվում եւ տեսնում ենք N։ Երեխաներին կարող եք առաջարկել, որ պատմությունը շարունակեն։ Ոստիկանը շատ ուրախ էր, կարողացավ բառերին վանկերի բաժանելով անցկացնել փողոցը եւ նրանք գնացին դպրոց։ Ինչ հարց կտայիք ոստիկանին։ Կարելի է հարցնել. «Պարոն ոստիկան, իսկ դուք գիտեք ինչպես պիտի բառերը բաժանեն վանկերի»։ Ոստիկանը նաև կարող է ձեզ սովորեցնել բառերի վանկատման կանոնը, որ յուրաքանչյուր վանք ունի մեկ ձայնավոր հնչյուն։ Բառի մեջ վանկերի քանակը որոշվում է ձայնավորների քանակով։ Անցնենք երրորդ առաջադրանքին, որը նույնպես տետրում կա եւ մենք կգրենք տետրում այս առաջադրանքները։ Գրիր, թե ինչ ես տեսնում նկարներում։ Գնդակ, չղջիկ, շղթա, մրջյուն, բզեզ, գդալ, նկար եւ խխունջ։ Այնուհետև կվանկատենք այս բառերը։ Իսկ հիմա կատարում ենք 41-րդ էջի առաջադրանքները։ Առաջադրանք 4-ը դասարանական աշխատանքի համար է։ Դառնալով կենդանի տառեր, բեմականացնելով վանկատեք գնդակ եւ մկրատ բառերը, չմոռանաք անտեսանելի գլխարկ ունեցողին։ Այսինքն կարելի է երեխաներին բաժանել G, N, D, A, K տառերով թերթիկներ եւ խառը դասավորել նրանց։ Հետո ասել. կազմեք բառեր եւ բաժանվեք վանկերի։ Գնդակ բառը G, N միասին կանգնում են մի կողմում, D, A, K տառերով երեխաները կանգնում են մյուս կողմում։ Մեջտեղի գծիկի փոխարեն կարելի է ինչ-որ մի երկար ցող դնել, որ երևա բառը բաժանվել է վանկերի։ Գնդակ։ Իհարկե չենք մոռանում, որ գաղտնավանկի N պետք է գունավորված լինի, տարբերվի մյուսներից, որպեսզի ինքը ցույց տա, որ եթե բառը ամբողջությամբ է, նա անհայտանում է, չի երևում, կարելի է խաղալ։ Բառը ամբողջությամբ երեխաները կանգնում են K, N, D, A, K տառերով երեխաները կանգնում են, N չկա։ Երբ ուսուցիչը ծափ է տալիս, նրանք բաժանվում են վանկերի եւ N հայտնվում է K-ի եւ N-ի մեջտեղում, գնդակ։ Նույն ձևով կարելի է կատարել մկրատ։ Ցանկալի է, որ N տարբեր երեխաներ դերը կատարեն, որպեսզի իրենց համար հաճելի է ծիկրակելը, թաքնվելը եւ հայտնվելը։ Կարողանան նրանք նույնպես խաղալ։ Եվ կարդում ենք շուտ ասելուկը, դիտում տեսահոլովակը եւ արտասանում։ Թե ընկերը ընկրկի, նրա ընկերը կընկնի, ընկրկել նշանակում է հետ գնալ, նահանջել։ Եթե մի ընկերը ընկրկի, հետ գնա, մյուս ընկերը կընկնի։ Սա շուտ ասելուկն է, որի մեջ N հանդիպում է եւ բառասկզբում, եւ բառամիջում, եւ բառավերջում։ Ուշադիր կլինենք, որպեսզի երեխաները կարողանան սիրուն, արագ արտասանել եւ այդ դիրքը ճանաչել։ Եվ կազմել մեկ նախադասություն օգտագործելով մինչև վերջ փորձել բառերը։ Տեսեք, դասից քաղած իմ պտուղների սիրուն օրինակ է։ Դասը սիրով կարդացի, հետո սիրուն պատմեցի ու հասկացա, որ դասն էլ ունի հրաշք գլխարկներ, գլխարկները հանեցի ու ինձ համար պարզեցի։ Տեսեք, ինձ համար հետաքրքիր էր, երեխան ասում է, ինչը կարող է իրեն համար հետաքրքիր լինել։ Ես իմացա, այսինքն ինչ սովորեց այս դասից։ Ես կարող եմ, ինչ կարողացավ անել այս դասի ժամանակ։ Տետրի առաջադրանքները կատարելիս ես իմ օրինակը կտամ, բայց երեխաներին դուք խոսեցրեք, թող ասեն իրենց կարծիքը։ Եվ ամենավերջում N երևա թե չերևա, օգնում է քեզ, որ ճիշտ կարդաս ու գրես։ Եվ նույնպես ընկրկել բառն է բացատրված, նշանակում է հրաժարվել, հետ կանգնել, զիջել, հետ գնալ, նաև որպես շարժման ձև, հետ գնալ, ընկրկել, այսինքն հետ նահանջել, հետ գնալ։ Այժմ տետրի առաջադրանքները կկատարենք։ Առաջադրանք 1-ը կաշտա, գրիր եւ սովորիր աչքի առաջ բառերը, մինչև վերջ փորձել բառերը ամբողջ տողի մեջ գրում ենք եւ սովորում ենք ուղղագրությունը։ Հետո այի բանաստեղծությունից դուրս ենք գրում գաղտնավանք պարունակող բառերը, օրինակ լսում, բաժանում ենք վանկերի լ, սում։ Եթե գրում ենք, կարելի է N գունավորով գրել, որ երեխայի աչքին ավելի տեսանելի լինի։ Գրում, գրում։ Իբր,
բեր, նորից N, արտահայտիչ ենք անում, հնչում, հնչում, սկսվում, սկսվում, իհարկե կարելի է սկսվում տեսակն էլ անել, բայց ընդհանրապես աշխատում ենք խուսափել այս բառասկզբի գաղտնամակի էրերից, սկսվումը մի փոքր խուսափում ենք սրանից, գրվում, գրվում, և լսվում, լսվում, տողադարձելիս և վանկատելիս N հանում է իր անտեսանելի գլխարկը և հայտնվում, ինչպես մեկ, ռատ, նկար, խաղով երեխաները եթե դասարանում արդեն խաղացել են կենդանի բառ շղթայով խաղը, նրանք արդեն ծիգրակելը, խաղալը, անտեսանելի գլխարկը օգտագործելը արդեն տեսել են։ Հաջորդ առաջադրանքն ենք կատարում, դասագրքում էլ երբ կարդացինք, բացատրեցինք, գրում ենք բառերը գնդակ, չղջիկ, նկար, մրջում, բզեզ, գդալ, շղթա, խխունջ, հետո այդ գրած բառերը բաժանում ենք վանկերի, գնդակ, չղջիկ, նկար, մրջյուն, բզեզ, գդալ, շղթա, խխունջ։ Առաջադրանք 4-ը կազմում են նախադասություն, օգտագործելով մինչև վերջ փորձել բառերը։ 3 բառն էլ միասին պիտի օգտագործել նախադասության մեջ։ Ես իմ օրինակը գրել եմ. Ես փորձեցի մինչև վերջ դիտել ֆիլմը։ Եվ դասից քաղած իմ պտուղները, գլխարկները հիշում եք, թե յուրաքանչյուրի տակ ինչ էր թաքցված։ Ես իմացա անտեսանելի գլխարկի մասին։ Ես կարող եմ բառերը վանկատել։ Ինձ համար հետաքրքիր էր ը-ի գաղտնիքը։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ դասին։